Հայաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ շարունակելու է անողոք պայքարը բանակում կոռուպցիայի դեմ եւ իր շարքերից հեռացնելու է նրանց, ովքեր դեմ գնալով բարեփոխումներին ապօրինություններ կգործեն։ Այս մասին Ազատությանը ասաց պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։ Իհարկե մենք անցած եւ այս տարիների ընթացքում թե զորակոչի հետ կապ ունեցող, թե ընդհանրապես բանակում ծառայող, բայց տարբեր ապօրինություններ կատարող մարդկանցից շատ արագ եւ ինտենսիվորեն ազատվում ենք եւ փառք Աստծո մենք դա անում ենք, այսպես ասած, ինքնամաքրման ճանապարհով։ Այսինքն մենք ենք հայտնաբերում մեր շարքերում եղած ապօրինությունները եւ իրանցից արագ ազատվում ենք։ Սա անհերքելի ճանապարհ է, մենք կմաքրվենք։ Նախարարության քննչական ծառայության փոխանցմամբ օրեր առաջ ձերբակալված պաշտոնյաները կալանավորվել են։ Խոսքը վերաբերում է Թալինի արդեն նախկին զինկոմ Տիգրան Հայրապետյանի, Գորիսի զինկոմիսարիատի զորակոչային բաժանմունքի պետ մայոր Սպարտակ Բաղդասարյանի եւ երկու բժիշկների թույլ տված չարաշահումներին։ Նրանք մեղադրվում են կեղծ ախտորոշումներով զորակոչիկներին պարտադիր ժամկետային զինծառայությունից ազատելու ապօրինի տարկետումներ տրամադրելու մեջ։ Թալինի նախկին զինկոմը Գորիսի զինկոմիսարիատի պաշտոնյան եւ Սրտաբանության գիտահետազոտական ինստիտուտի արիթմիոլոգիայի բաժնի վարիչ կենտրոնական բժշկական հանձնաժողովի անդամ Սվետլանա Գրիգորյանը կալանավորված են։ Քանաքեր Զեյթուն բժշկական կենտրոնի ակնաբուժական կլինիկայի բաժանմունքի վարիչ Ալա Հովհաննիսյանի նկատմամբ խափանման միջոց չի ընտրվել հիվանդության պատճառով։ Պաշտպանության նախարարությունը թեև հստակ վիճակագրություն չի բերում, բայց եւ պնդում է, որ անցած տարիներին տասնյակ բարձրաստիճան եւ միջին օղակի պաշտոնյաներ կամ հեռացվել են համակարգից, կամ քրեական պատասխանատվության ենթարկվել։ Ցածր օղակի պաշտոնյաների վերաբերյալ վիճակագրությունն ավելի մեծ է, նկատում է Հովհաննիսյանը եւ իրավապաշտպաններին հորդորում տվյալների դեպքում աջակցել իրենց։ Մենք իրավապաշտպաններին բազմիցս ասել ենք, եթե ապացուցված հիմքեր կա, մենք թափանցիկ ենք, խնդրեմ դիմեք։ Այդ նաև երբեմն այդ հիմքերով է, որ մենք կարող ենք այս կամ այն մարդուց էլ ազատվել իր ապօրինությունները հիմնավորելով։ Ասել դրա մասին այդքան պետք չի, պետք է դրա բերել, մատնացույց անել, հիմքերը ներկայացնել, մենք աշխատենք։ Իրավապաշտպաններից շատերը սակայն պաշտպանության նախարարության կոռուպցիայի դեմ անողոք պայքարի նկատմամբ վստահություն չունեն։ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը նշում է, որ նախարարության վերջին տարիների ակտիվ պայքարը պայմանավորված է զորակոչի տարիքի երիտասարդների քանակի նվազմամբ եւ որպեսզի թվաքանակ ապահովվի, սկսել են փակել կոռուպցիոն օղակները։ Կան անձեռնմխելիներ եւ կան այսպես քավության նոխազներ։ Հիմա քավության նոխազների հաշվին իմիտացիա ցույցավորի փեր ինքնամաքրումը տեղանում դա հավատ չի կարող դերշնչել, որովհետեւ ամենամեծ ուրեմն կոռուպցիոն, ասենք ասենք կոռուպցիոն համակարգի կերողները դրանք մնում են անձեռնմխելի եւ անպատժելի։ Սաքունցը նշում է, որ նման երևույթները տարածված են բանակում եւ եթե իսկապես նախարարությունն ուզում է մաքրել համակարգը, քավության նոխազ փնտրելու փոխարեն պետք է ավելի ակտիվորեն աշխատեն։ Իսկ ով ասել, որ մենակ Թալինի շրջանում, իսկ ով ասել, որ Երևանում չկա, Արարատի մարզում չկա, հա? Դուրս եկա, որ ուղղակի այս պահին նույնիսկ կրկնում ամենից թույլ օղակը Թալինի զինկոմիսարիատում էր, բայց վստահեցնում եմ ձեզ, որ ինքը տարածված է բոլոր զինկոմիսարիատներում։ Փողով բանակից ազատվելու երևույթի վերացման համար իրավապաշտպանը պաշտպանության նախարարությանը բազմիցս առաջարկել է պարզապես բարելավել բանակային պայմանները։ Այդ դեպքում ծնողները չեն փորձի իրենց զավակներին ազատել ծառայությունից, իսկ բանակի պատասխանատուներն էլ ստիպված թվաքանակ ապահովելու համար հիվանդներին չեն զորակոչի։ Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը համոզված է, որպեսզի ծնողները սիրով ճանապարհեն որդիներին բանակ, առաջին հերթին բանակի պատասխանատուները անպատժելիության մթնոլորտը պետք է վերացնեն, բացահայտեն հանցագործությունները։ Վերցնենք Գոմեշի միսը եւ այսպես էլ հանրությունը չի իմանում, թե ինչպես դա ավարտվեց այդ գործը։ Այս եզակի դեպքերը չեն կարող կոռուպցիայի դեմ պայքարի, այսպես խորհրդանիշ լինել, այսպես ասենք։ Ես ինքս շատ դեպքեր գիտեմ, որ ազատվում են բանակից։ Որևէ բան չի փոխվել։ Փոխվել են այն գները, որով ազատվում էին բանակից, այսինքն կաշառքը, որով տալիս են, այսինքն ավելացել եւ բարձրացել են։ Ժաննա Ալեքսանյանը ուշադրություն է հրավիրում պաշտոնյաների որդիների չծառայելու խնդրին։ Նախատգծենք, որ պաշտոնյաների զավակները չեն ծառայում բանակում, թող նախարարը Սեյրան Օհանյանը դրա մասին մտածի։ Եվ եթե մոնիտորինգ անենք, տեսնենք, որ 80%-ից ավել չի ծառայում բանակում, սա շատ կարևոր է։ Բանակում ծառայում են սոցիալապես անապահով ընտանիքներ հիմնականում։ Իրավապաշտպաններն ահազանգում են, որ արտոնյալներին կաշառքով բանակից ազատելու պատճառով տարեստարի ավելանում է առողջական խնդիրներով զորակոչվածների թիվը։